Մարդու կյանքի ամբողջական վերափոխում։ Այսպես կարելի է բնութագրել այն մարդու կյանքը, որի մեջ եկավ Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսը։ Բարև ձեզ։ Դուք դիտում եք Հավատքի կյանք հաղորդաշարը։ Մեր հաղորդման այսօրվա հյուրը բազմաթիվ դժվարություններ է ունեցել իր կյանքում, բայց տիեզերքի ամենակարևոր անձի հետ հանդիպելուց հետո նա ամբողջովին վերափոխվել է։ Այսօրվա մեր հյուրն է Հովիվ Հակոբ Մարգարյանը։ Հակոբ եղբայր, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ ենք համաձայնության համար մասնակցելու մեր ծրագրին եւ վստահ ենք, որ ձեր կյանքի հավատքի պատմությունը անպայման փառք կբերի Աստծուն եւ բազմաթիվ մեր հերոստատիտողներին շինություն։ Ինչպես սկսեց ձեր հավատքի կյանքը։ Ապաշխարությունից դա մաս եղբայր դա ցավոք սրտի չեմ կարող ասել, որ դա շատ մանկուց կամ մանկուց ես հավատքի ճանապարհը ընտրեցի, որովհետև իմ ծնողները հեռու էին հավատքից, այն ժամանակ սովետական միություններ, իմ ծնողները կոմունիստներ էին ավելի շատ, եւ ընդհանրապես հավատքի նկատմամբ մենք գիտենք, որ ընդհանուր կոմունիստական մթնոլորտը հակահավատացյալ էր, Այսինքն աթեիստական երկիր էր եւ հալածանքներ կային, Աստծո մասին չէին պատմում։ Այո։ Ես Աստծո մասին որոշ տեղեկություններ ունեցա արդեն Մոսկվա քաղաքում, երբ որ 16-17 տարեկանում տեղափոխվեցի Մոսկվա քաղաք։ Այսինքն մինչև 16 տարեկանը դուք Հայաստանում եք ապրում։ Հայաստանում, Գորիս հետո տեղափոխվեցիք Մոսկվա։ Ես ծնվել եմ Գորիս քաղաքում, Հայաստանում, ուրեմն 92 թվականին փետրվար ամսին ես տեղափոխվեցի Մոսկվա այդ վատ ժամանակներին եւ գիտեք պատերազմական ժամանակներ, ցուրտ եւ այլն այդ եւ նաեւ 90-ականները արթունության ժամանակներ են, այս վատ ժամանակների հետ միասին որոշ տեղերում Հայաստանում իմ տեղեկություններով հիմա այն ժամանակ ընդհանրապես տեղեկություններ մենք չունենք, չկային ինտերնետներ եւ այլն, Գորիս քանի որ ավելի խորքում էր Հայաստանի դեպի Ղարաբաղի կողմը, մեր մոտ այդ արթնություն չկար, որոշակի արթնություն կար այն ժամանակվա Կիրովական, Երևան Կիրովական այդ մասերում, այո, մեր մոտ չէ, մենք տեղեկություն ընդհանրապես չունենք եւ ընդհանրապես մեր շրջանի այդ մեր շրջանում ընդհանրապես հավատքը մի քիչ, եթե ասեք կոմունիստների ժամանակ Երևանում կամ կենտրոնական Հայաստանում որոշակի ինչ որ տոներ, զատիկի տոն եւ այլն նշվել էր, մեր մոտ ընդհանրապես նման բաներ չէ, մենք չենք իմացել դա ինչ է նույնիսկ։ Հա։ Եվ այդ թվականին տեղափոխվելով Մոսկվա քաղաք, ավելի էսպիսի ավելի շքեղ, ավելի հարմարավետ կյանք, ավելի էսպիսի կյանքի գույները ավելի գունավոր, այսպես ընկալելով, երիտասարդ լինելով, ես սկսեցի այս աշխարհի ամբողջությամբ այս կյանքը վայելել հաճույքների հետ մեկտեղ։ Եվ այնպես ստացվեց իմ կյանքում, որ ես հայտնվեցի մի իրավիճակի մեջ, որտեղ որ ինձ իմ կյանքի վտանգ էր սպասում, որովհետև ես թմրանյութեր էի օգտագործում, այսինքն նույնիսկ ֆիզիկապես, դա հոգեպես դեռևս արդեն երկար ժամանակ արդեն երևի մեռած էի, ուղղակի ֆիզիկապես ապրում էի, շնչում էի եւ քայլում էի երկրի վրա։ Բայց ասեմ, որ ինչ որ երևի հոգու խորքում ես որոշակի հավատք ունեցել եմ եւ միգուցե մեր գրականության կամ մեր լեզվի միջոցով որոշակի միևնույն է ինչ որ աստվածային ինչ որ մի մասնիկ փոխանցում է մեզ, հա, մեր մայրական կաթի միջոցով, միևնույն է ինչ որ բան կա։ Եվ իմ հոգու խորքում ինչ որ մի բան կար, հավատքի ինչ որ մի մասնիկ կար։ Եվ իմ հոգու խորքում ես միշտ ինչ որ մի հույս ունեի, չեմ կարող ասել հավատք, բայց հույս ունեի, որ մի բան պիտի լինի, Աստված մի բան կանի։ Հա, եւ եկավ մի ժամանակ, որ ընդհանրապես իմ վիճակը ընտանեկան եւ շրջապատում բարեկամական
ամեն տեղից ես զրկվել էի ամեն ինչից, որովհետև իմ կյանքը հոսում էր մի ուղղությամբ։ Այսինքն 16 տարեկանում տեղափոխվեցիք Մոսկվա եւ բնականաբար, ինչպես որքան ես հասկանում եմ, տարիներ անցան եւ այդ տարիների ընթացքում դուք այդ կարելի է ասել անկման մեջ էի գտնվում աշխարհային կյանքի մեջ 12 տարի կոնկրետ 12 տարի ես այդ ուղղության մեջ այդ հանցագործ եւ փողոցային կյանք եմ վայելել շատ խորը Ինչպես տեղի ունեցավ այդ հրաշալի օրը որ Հիսուս այցելեց ձեզ որովհետեւ ես վստահ եմ որ այն կյանքի մասին որ առանց Քրիստոս եք ապրել դուք ժամերով կարող եք պատմել բայց քանի որ մեր հաղորդման անունն է վերնագիրն է հավատքի կյանք ինչպես տեղի ունեցավ այդ հրաշքը որ ինչպես բացմանն էլ ասեցինք ամենակարևոր անձի հետ դիեզերքի դուք հանդիպեցիք ուրեմն Մասիս ջան իմ դեպքում ես ուրիշ ճանապարհ չունեի ես փնտրում էի այդ ելքը այսինքն այդ տարիների ընթացքում փորձեր եղել են այդ ճանապարհից դառնալ այսինքն ձեր կյանքի մեջ փակուղի էր դուք հասաք մի վիճակի որ հասկանում էիք որ արդեն դրանից դենը չկա չի կարող լինել չէ որովհետև բազմաթիվ փորձերից հետո հասկանալը որ անընդհատ նույն ամեն փորձ անիմաստ է միևնույնն է վերադառնում ես նույն ճանապարհին ահա ես հասա մի հասկացողության մի գիտակցության որ արդեն փակուղի է վերջ ես էլ ելք չկա փակ է ամեն ինչ փակ է ելք չկա այսինքն դու գիտակցում ես եւ իմիջիալից այդպեսի միտք գալիս էր ես հիմա եմ հասկանում որ դա չարի միտք էր բայց այն ժամանակ այդպեսի մի միտք էր գալիս ինձ որ ահա քո կյանքը եւ այսպես է կվերջանա քո կյանքը եւ ճիշտ ասած իմ նորից պիտի անդրադառնամ որ ասում եք հավատքի կյանք հավատքը միշտ մեզ ուղեցույց է այս կյանքի մեջ թեկուզ մեր սրտի խորքի ամենախոր տեղերում մի փոքրիկ մի մասնիկ կա միևնույն է ես կարծում եմ հենց այդ հավատքն իմ ներսից չէր համաձայնում այդ խոսքերի հետ եւ ես ինքս եւ դա արտահայտվում է նաեւ ֆիզիկապես ես գոռում եմ այդ ժամանակ ես գոռում եմ այդ ժամանակ կարծես թե ջղայնանալով այս աշխարհի վրա եւ գոռում եմ ես ինքս ինձ վրա ասում եմ եւ գոռում եմ այսպես խոսքերով ասում եմ Աստված եթե դու կաս ինձ օգնիր դու ինձ փրկի թեկուզ այդքան էլ չի հասկանում ինչ եմ խոսում բայց պարզվեց որ Աստված լսեց ինձ եւ այդպիսի մի ճանապարհ բացվեց ինձ ավետարան լսեցի այսինքն լսեցի վկայություն այնպես ես հիմա եմ վկայում այդ նման մի վկայություն բայց այսպես ասած ուրիշների միջոցով լսեցի ոչ թե անձամբ ինքս առաջի դեմքից լսեցի այլ ուրիշի միջոցով լսեցի վկայություն որ որևէ մեկը այդպիսի կյանքով ապրող նման մի քայլ արել եւ իրան փրկվել է այդ ճանապարհից ազատվել է եւ ես ճիշտ ասած շատ մեծ ցանկություն հայտնեցի եւ հետաքրքիր է գիտեք որ նա որ Մասի եղբայր ջան որ մինչեւ այդ ասեցի բազմաթիվ փորձեր եմ ունեցել տարբեր ճանապարհներով տարբեր միջոցներով չեմ ուզում դրանց անդրադառնամ բայց այդ անգամ այսպեսի մի բան կար որ ասում եմ վերջի անգամ փորձ է եթե կստացվի եթե չի ես կհամաձայնվեմ եւ կհանձնվեմ կհասկանամ որ էս այն կյանքը ուրեմն այսպես է պիտի ավարտվի այ ուտես որ այդ վերջի փորձը եղավ ամենաճշմարիտը եւ ամենաճիշտը եւ մի տեսակ հույսս կտրած ամեն ինչից այսինքն ինձ վրա արդեն էլ հույս չունեի իմ ուժերի վրա այսպես սա շատ կարեւոր է ուզում եմ շեշտեմ որովհետեւ մյուս փորձերը միշտ մտածում եմ ես այնքան ուժեղ եմ ինձ փոքրիկ օգնություն ա պետք մնացած ես ինքս կանեմ եւ ամեն ինչ լավ կլինի բայց ամեն անգամ ես ինքս ինձ միշտ դավաճանում եմ այսպես ասած այ միշտ վստահում եմ ինձ բայց վերջում միշտ հիասթափություն էր գալիս որ ես չկարողացա ես այդ ուժը չունեմ ներքին այդ զորությունը չկա իմ մեջ այդ եւ իսկ այս անգամ այս վերջին անգամ որը ճակատագրական դարձավ ինձ համար ես մտածում եմ կգնամ կփորձեմ կստացվի չի ստացվի ես ինձ վրա վստահ չէի ես մտածում եմ ուղղակի այդ վստահում էի այդ վկայությանը վստահում էի որ
դե ուրեմն ինչ որ մի բան կա, որը ես չգիտեմ, գնամ փորձեմ։ Ու ճիշտն ասած, երբ որ տեսա մտա այդ մթնոլորտի մեջ այդ աստվածային, որտեղ Աստծո ժողովուրդը են հավաքված, ես մի բան նկատեցի, որ բոլորի աչքերը վառվում էին։ Չոր, գիտեք, իրանց մարմինները տանջված էին։ Բոլոր անցած են որոշակի ճանապարհ անցյալում, իրանց մարմիններին նայելով տեսնում էիր, որ կային սպիեր կային անցյալ կյանքից, բայց նրանց աչքերի մեջ նոր կյանք կար, նրանց կյանք է տեսնում նրանց աչքերի մեջ եւ դա ինձ շատ գրավեց։ Եվ երբ որ դա ինձ գրավեց, ես մի բան հասկացա, ինչու՞ չէ ես էլ կարող եմ այս կյանքը ունենալ, հա։ Եվ ինձ երբ որ հրավիրեցին ապաշխարելու, ես անկասկած շատ մեծ ուրախությամբ ու եռանդով քայլ արեցի եւ ապաշխարեցի։ Իհարկե, այսպես ինչ որ գերմնական բան չնկատեցի, բայց մի քիչ անց օրեր հետո ես շատ էի աղոթում իմ անձնական աղոթքները, որովհետեւ ինձ սովորեցրել են, որ աղոթիր, որ Տերը քեզ այցելի եւ քեզ հետ խոսի, որովհետեւ ես շատ էի լսում եղբայրներից, որ պատմում են հայտնություն ստացան կամ Տերը ինձ հետ խոսեց եւ այլն։ Եվ ես շատ էի ուզում այդպես, ես աղոթում եմ Աստված, ինչու իրանց հետ խոսում ես, ինձ հետ չէ։ Միթե իրանք ինձանից ինչ որ բանով լավն են, հա, ես դեռ այդ բանը կար մեջ, սա միթե իրանք ինձ ինչ որ բանով լավն են։ Եվ ճիշտն ասած, անկեղծ մանուկի մի տեսակ մանկական աղոթք էի անում, բայց արի ու տես այդ մանկական աղոթքս Աստված լսեց եւ մի օր իրոք այցելություն եղավ ինձ, ոնց որ լսեցի Տիրոջ ձայնը եւ մի բան հասկացա, համար առաջին իմ հայտնությունը նա եղավ, որ Աստված կենթանի է եւ Աստված մեզ հետ է եւ խոսում ինքը մեզ հետ։ Եվ այդ օրը ինձ համար ճակատագրային դարձավ։ Իհարկե շարունակում կյանքը պատահական չէ, որ ձեր հաղորդաշարը կոչվում է հավատքի կյանք, որովհետև կյանքը դա այսպես ասած գործեր են, հա, իսկ հավատքը առանց գործերի մեռած է։ Փառք Աստծուն, որ Քրիստոս այցելեց ձեզ, իրապես ես հիանում եմ ամեն անգամ մեր հաղորդման հերոսների պատմություններով, որովհետև մենք տեսնում ենք պարզ թե ինչպես է գործում Աստված։ Նրա ձեռագիրը հոյակապ է, անհատական մոտեցում ունի Աստված ամեն մի պատմության մեջ եւ վստահ կարող ենք ասել, որ Աստված ձեզ խորը փոսից անդունդից հանեց 12 տարի լինել թմրանյութերի ազդեցության տակ, ծանր բան է, դժվար է եւ վստահ միայն գերբնական բան պիտի տեի ունենա, որպեսզի ազատագրություն գա։ Ինչպես փոխվեց ձեր կյանքը դրանից հետո։ Հեշտ կարողացաք ազատվել թմրանյութերից եւ եւս մեկ հարց ձեր թույլատրությամբ, ինչպես արձագանքեցին ձեր ընկերները, բարեկամները, ընտանիքը։ Շատ լավ հարց է, մաս եղբայր, որովհետեւ մի տեսակ դա սրա մեջ հրաշքի ման կա, մասի կա, դա հրաշք է իրականում, որովհետեւ ուղղակի թմրանյութերից ազատվելը, գիտեք, բժշկական միջոցներով են կարողանում են այսօր մարդուն հանել այդ վիճակներից, հա։ Սակայն կա ինչ-որ մի բան, որը հոգևոր է, որը քո ներսում նստած է։ Կա նաև արժեքահամակարգ մարդու կյանքում, որը նորից տանում է նույն ճանապարհով։ Երբ որ ես մտա Աստծո մոտ եւ ապաշխարեցի, անցան օրեր, եւ ես այդ կարիքը, այդ կախվածության զգացմունքը կորել էր ինձանից, ես բացարձակ ազատություն եմ ստացել։ Չկար այդ ցանկությունը վերադառնալու այդ ամեն ինչին։ Սա հրաշք է, սա առաջի հրաշքն էր։ Այսինքն միանգամից այսպիսի բաներից ես հերոյ եմ, խորը չեմ հասկանում, բայց դուք ինձ կուղեք, եթե սխալվեմ, որքան ես գիտեմ, հետո դժվար են ազատագրվում, այսինքն թեպետ ապաշխարում են, բայց տանջվում են մարդիկ, դժվարություն, էլի է ձգում դրան եւ այլը, իրապես այս հրաշքի մասին եթե կարելի է մի քիչ մանրամասեք, ինչպես եղավ, որ կտրուկ սիրո, իմ դեպքում կտրուկ անմիջապես մի ակնթարթում, ասեմ ավելին, ես անցան ընդհանրապես այդ վիրավիճակներն, իմ այդ տվյալ իրավիճակների մեջ, այդ օրերի մեջ, եթե ես 3 օրը, գոնե 3 օրը մեկ թմրանյութ չէի օգտագործում, իմ մոտ խնդիրներ են առաջանում ֆիզիկական եւ հոգեկան, վերջ չեմ ուզում դրան անդրադառնամ,
Անցավ 20 օր եւ ես սպասում եմ, որ այդ վիճակը պիտի իմ մոտ սկսվի, բայց 20 օր էր դեռևս անցել, արդեն զարմանալի էր, բայց ես չէի ուզում հավատալ, որ չի լինելու դա։ Եվ մի եղբայր ինձ դրա մեջ օգնեց, երբ որ մոտեցավ ինձ, ասեց, ինչու ես մի տեսակ մոլորված, ասում եմ, լսի, ասում եմ 20 օր անցել, բայց ես լավ եմ զգում ինձ։ Եվ իմ եղբայրը շատ իմաստուն եղբայր էր, ես մինչև մայր այդ ընկերություն եմ անում, ինքն ինձ ասեց, եղբայրս, բաց թող, ինչի ես բռնել, բաց թող։ Գիտեք, սա մտքի խնդիր էր արդեն, հոգեպես ես ազատվել էի, ասեք, բայց միտքս դեռ աշխատում էր հին միտքը։ Եվ ասես եղբայր, հա, հրաշքով ես ազատվեցի ծխախոտի կախվածությունից, այդ թմրանյութերի կախվածությունից անմիջապես միանգամից։ Բայց հետո պարզվեց, որ կան ուրիշ խնդիրներ, նաև ես նշեցի միտքը, հետո արժեքների խնդիրներ կան, դեռևս չեմ կարող ասել, որ ամբողջովին ես ազատվել եմ եւ հիմա կատարյալ մարդ եւ սուրբ մարդ եմ, չէ, դեռ շարունակում եմ այդ ճանապարհով գնալը, բայց եթե ես մտածում եի, որ իմ ամենամեծ խնդրեմը դա թմրանյութերն է եւ ազատվեմ եւ ամեն ինչ այլևս անտիր կլինի, ամեն ինչ հրաշալի կլինի, չէ, այդպես չէր, թմրանյութերից ազատվելուց բացի բացվում են ուրիշ խնդիրներ, անձնական, եսի եւ այլն, որը համար մինչեւ հիմա էլ պայքարում ենք։ Ինչպես արձագանքեցին ընտանիքը, ընկերները, մանավանդ, մարդիկ, որոնք ձեզ շատ լավ էին ճանաչում մոտիկից։ Ասեմ սիրով, պատասխանեմ։ Ընտանիքը շատ լավ արձագանքեց, քանի որ իրանց էլ մի մեծ բեռ ցած դրվեց, որովհետև իրանք էլ էին տանջում։ Իմիջիալից երբ որ մարդը ինչ որ խնդիրներ ա ունենում, թմրանյութերի, ալկոգոլի կամ ինչ որ հոգեբանական, դա նաև իր ընտանիքի վրա կարելի ասել նույն խնդիրը նրանք են ունենում։ Եվ դա երբ որ ազատագրություն ա գալիս, խնդիրի լուծում ալնում, դա բոլորի համար ազատություն։ Ընտանիքս միանգամից արձագանքեց, այսինքն միանգամից նրանք էլ ընդունեցին Աստծուն, ինչպես իրենց Տեր ու Փրկիչ, միանգամից այդ ճանապարհը ընտրեցին, առանց ինչ որ որևէ մի բանի։ Բայց շրջապատի ընկերների եւ բարեկամության այդ շրջապատը մի քիչ ժամանակ էր պետք։ Հա, որովհետեւ տարիներով մարդիկ ընտելանում են, հասկանում են, տեսնում են, արդեն ինչ որ կարծիքներ ա ձևավորվում, որպեսզի այդ ամեն ինչը մի քիչ փոխվի, պետք է ժամանակ, այսինքն նրանք տեսնեն ուրիշ գործեր, քո կյանքը տեսնելով, քո որոշակի ժամանակ ա պետք, որպեսզի իրանց կարծիքը փոխվի։ Եվ նփառք Աստծո այսօր կարող եմ ասել, ասեմ այսպես, այդ ճանապարհը անցնում է սկզբից մարդիկ մի քիչ անհավատ չեն հավատում, որ մտածում են դա ժամանակավոր ինչ որ երևույթ է, հետո մի քիչ պահ ա գալիս, սկսում են ծաղրելը, էս էլ կա, այս պիրուդն էլ կա, դա փուլերը, որը պիտի անցնես, մի քիչ ծաղրական են բանանում, մտածելով, որ մի քիչ աննորմալ բանի մեջ ես մտել, բայց այդ էլ որ անցնում է, հետո համոզվում են եւ ասեմ ավելին, այն մարդիկ, որոնք քեզանից խուսափում են քեզ հետ ընդհանրապես հաղորդակցվելու, շփվելուց, հետո կասկածելով են նայում, հետո քեզ ծաղրում են, վերջի փուլում նրանք մոտենում են քեզ եւ ցանկանում են որևէ մի բան լսել Աստծուց քեզանից։ Սա ամենամեծ հրաշքն է, որ այն մարդուն, որոնք իրանք արժեք չուներ իրանց կյանքում եւ չէին ուզում ընդհանրապես երեսը տեսնեն, հետո հանկարծ գալիս են ասում են խնդրում եք մեզ համար աղոթիր կամ մի բան ասա մեզ։ Հրաշալի է դա եւ նաեւ շատ տպավորվեցի, որ ձեր դարձի գալուց հետո, ապաշխարելուց հետո ընտանիքն է ամբողջությամբ դարձի եկել, որովհետեւ նախ ինչպես դուք նշեցիք, այո, ամենաշատը այսպիսի պարագաներում ընտանիքն է տանջվում, չարչարվում եւ բայց ես ուշադրություն դարձրի նրա վրա, որ իրանք ձեր մեջ տեսան Հիսուսին, որ միայն Հիսուս կարողացավ բժշկել, փրկել եւ ազատագրել եւ կարծես թե ասեցին այդ քո Հիսուսին մենք էլ ենք ուզում ենք մենք էլ հավատանք, մենք էլ ծառայենք, մենք էլ մաս կազմենք Հիսուսի եկեղեցու։ Կարծում եմ, որ ամենաբարձր վիճակն է Աստծուն փառք տալու, երբ որ մեկը ապաշխարում է եւ մյուսները տեսնում են Հիսուսին իր մեջ եւ ցանկանում են ընդունել Տեր ու Փրկիչ։
Փարքասուն դրա համար։ Հով Հակոբ ես կուզենայի որպեսզի մի քիչ մեր հերոստատողներին պատմեիք միջև պատմենք թե ինչպես Աստված ձեզ կանչեց հովական ծառայությանը, առանձին հարց կլինի դրա համար։ Ես տեղյակ եմ, որ դուք այսպիսի մարդկանց հետ ապաշխարելուց հետո թմրանյութեր ընդունող մարդկանց հետ աշխատել եք Մոսկվայում եւ թերևս միջև հիմա եք աշխատում, բայց գիտեմ որ երկար տարիներ աշխատել եք, կարծում եմ որ դա շատ հետաքրքիր կլինի մեր հերոստատողներին եւ նաեւ հովիվներին, եղբայրներին, քույրերին, որովհետեւ սա հատուկ աշխատանք, ամեն մարդ չի կարող, այսպես ասենք, այս խավի հետ ամեն մարդ չի կարող աշխատել։ Կխնդրեի մի քիչ պատմեիք այդ ծառայության մասին եւ թե ինչ հրաշքներ են կատարվել, ինչ վկայություններ կան այս ոլորտում։ Մաս եղբայր, ընդհանրապես դա ոչ թե ուղղակի ծառայություն, դա կյանք է։ Այսինքն ես միշտ երևի թե գրեթե մեզանից ոմանք այդ հարցը երևի ուղղած կլինեն, Աստված ինչու այդ ճանապարհներով ինձ բերեցիր եւ հասցրեցիր այստեղ։ Ես էլ եմ նման հարց տվել եւ մի օր Տերն ասեց այ որպեսի կարողանաս նման մարդկանց օգնես, որովհետեւ երբ որ դու անցած ես լինում այդ ճանապարհով դու լավ ես հասկանում այդ մարդկանց իրաց ցավը, իրանց դարդը եւ ասեմ ավելին, ես ոչ թե միայն թմրանյութի մեջ տարապող մարդկանց, այլ ընդհանրապես ես համարում եմ Աստծո համար նրանց համար ովքեր Աստծուն չեն ճանաչում, կապ չունի, իրանք թմրանյութ են օգտագործում, թե ուղղակի ասեք ապրում են ստախոսության մեջ կամ բամբասանքի մեջ։ Ինձ համար դա տարբերություն չկա։ Երկու դեպքերում էլ բոլոր երկուսն էլ օգնության կարիք ունեն, Աստծո կարիքն ունեն։ Ուղղակի հասարակության մեջ թմրանյութ օգտագործող ալկոհոլիկները, անտունները, նրանք զբաղեցնում են ամենաներքևի այդ տեղը, աստիճանը, այո։ Եվ մի տեսակ արհամարանք կա իրանց համար, բայց արի ու տես որ այդ աստիճանում մեջ ես ավելի շատ եմ Հիսուսին տեսնում, քան այն շքեղ ռեստորաններում եւ այն տեղերում, որտեղ որ մարդիկ մտածում են, որ նրանց կյանքում հաջողվել է, որովհետեւ Հիսուսն էլ է դրա մասին խոսում, ասում է ես սոված եի, ես բանտում եի, ես ծարավ եի, կարիքավոր մարդկանց մասին է խոսում, Հիսուսն ասում է դա ես եմ։ Եվ իրականում ես մեծ վերապրումներ եմ ունեցել, անձնական վերապրումներ եմ ունեցել, Աստծուն եմ վերապրել հենց այդ ծառայությունների մեջ, երբ որ նման մարդկանց։ Իհարկե դա ժամանակատար է, դա ավելի մեծ բարդ է այդ նման մարդկանց հետ աշխատանք տանելը, այսօրվա ցավոք սրտի այս դարի մեջ նման մարդկանց ծառայելով ավելի շքեղ եւ ավելի մեծ մարդաշատ եկեղեցիներ չես կարող ունենալ։ Սա էլ է խնդիր, ավելի ճիշտ կարելի է ուրիշ ծրագրերի վրա ներդրումներ անել եւ ժամանակի առումով եւ ֆինանսական առումով եւ ավելի մեծ արդյունքներ ունենալ, հա, երևացող։ Բայց երբ որ դու գնում ես փողոցներում եւ նման մարդկանց հետ ժամանակ ես ծախսում գիշեր, ցերեկ, դա շատ իրանց մոտ քանի որ ոչ կանոնավոր է օրը, ամեն ժամանակ կարող է պետք լինի հասնես իրանց։ Սա բարդ է, սա ունի իր հետ բարդությունները, բայց այն ինչ որ Աստված մեզ պատվիրել է եւ այն ինչ որ այն որտեղ որ մենք Աստծուն կարող ենք վերապրենք, դա կյանք է, սա ուղղակի սա ծառայություն, ես չեմ համարում սա ծառայություն։ Ես իմ կյանք է, որի մեջ ես սովորում եմ։ Ես մինչև հիմա սովորում եմ։ Ունեք արդյոք դուք վկայություններ, թե ինչպես են այսպիսի մարդիկ դարձել եկել ապաշխարել արդեն ձեր ծառայության միջոցով, ձեր վկայության միջոցով։ Ну շատ մի փոքրիկ վկայություն կտամ, որովհետև նայեք, վկայությունները պետք է նաև ժամանակ, որ ասեք, եթե ես երեք մեկին գտել եմ նարկոման կամ ինչ-որ թմրանոլ եւ մի ամիս առաջ գտել եմ այսօր ինքը ապաշխարել է, վկայեմ մի քիչ
մի քիչ բան ճիշտ չի լինի դա, բայց ես կասեմ տարիներ առաջ արված գործը, որովհետև ժամանակն էլ է ցույց տալիս, հա, պտուղներն է, պտուղը շատ կարևոր է։ Օրինակ մի երիտասարդ մետրոյի այդ գետանցումից գտել ենք այդ երիտասարդին, ռուս, ինքը ռուս, ազգով ռուս, եւ իր այդ աշխատանք ենք տարել, անցել է վերականգնման կենտրոն եւ այսօր ինքը ունի ընտանիք, ինքը ծառայող է, իր մայրը, որը այդ ժամանակ 60 տարեկան հասակում էր, ինքը ազգությամբ ռուս, մոտեցավ ինձ, ասեց, գիտեք, ես շնորհակալ եմ Աստծուց, որ մեզանից նույնիսկ մեր ազգը եւ մեր պետությունը երես էր թեքել, որովհետեւ ես խմում էի, մայրը խմիչքով տառապում էր, իսկ իր որդին նարկոտիկներ էր, թմրանյութեր էր օգտագործում, եւ ասում է մենք հոգնել ենք եւ նույնիսկ ոստիկանները արդեն իմ տղային չէին բռնում, որովհետեւ անիմաստ էր, սպասում են որ պետք է մեռնեն, ես էլ ասում եմ ինձ տվել էի խմիչքին, որովհետեւ ամուսին չունեմ, ես էլ էի ուզում մեռնեմ, բայց դուք լինելով ուրիշ ազգ, իմ ընտանիքը փրկության բերեցիք, դուք իմ հարազատներն եք, իմ բարեկամներն եք։ Իհարկե այդ ժամանակ ինքը դեռ նորահավատ էր, բայց կարծում եմ, որ ինքը գովաբանում էր Հիսուսին, որովհետև Հիսուսն էր նրանց մոտեցել ուղղակի մեր միջոցով, հա, մենք պաստորեն ծանոթացրել ենք Հիսուսի հետ։ Հիմա այդ երիտասարդը ունի ընտանիք, ունի երեխաներ, ունի աշխատանք, ամեն ինչով ապահովված, ու անցել է 8 տարի, մոտորապես 8 տարի անցել է։ Փառքաստուն, իրապես սա հրաշք է։ Առաջի հրաշքը մենք լսեցինք, թե ինչպես է Աստված ձեզ այցելել, եւ հիմա էլ թե ինչպես է ձեզ օգտագործում ուրիշներին փրկելու համար, փառքը Տիրոջը։ Ընդհանրապես ունեմ ես համոզմունք, որ Աստված հենց հենց որևէ մեկին չի փրկում, այլ փրկում է հատուկ առաքելության համար, նպատակի համար։ Վստահ ենք, որ Աստված ձեզ է փրկել հատուկ առաքելության համար եւ գիտենք, որ Տերը կանչել է ձեզ հովական ծառայության։ Ինչպես եղավ Հովիվ Հակոբ, որ դուք հասկացաք, որ Աստված ձեզ այս ամենակարևոր, ինչպես սիրում եմ ասել, ծառայությանն է կանչում, որովհետեւ մեր կյանքը այդքան երկար չի եւ շատ կարեւոր է ընդհանրապես յուրաքանչյուրիս համար ճիշտ հասկանալ ինչի մեջ են կանչված, չէ՞։ Բոլորը չեն կանչված Հովիվ, բոլորը չեն երգում փառաբանության խմբի մեջ, ուրեմն հատուկ կոչում պետք է ունենաս։ Ինչպես դուք դա հասկացաք։ Մաս եղբայր, ճիշտ ասած, ես չեմ մտածել այդ մասին, բայց ես համաձայն եմ այն մտքի հետ, որ ամեն մարդ պետք է զբաղվի նրանով, ինչով պետք է զբաղվի, ինչի մեջ Աստված կանչել է։ Իսկ Աստված հենց մենք այս բառի մեջ Աստծո կանչին արձագանքել, որտեղից է քեզ կանչում։ Շատերը ինձ մոտեմ են, ասում են, որն է իմ կանչվածությունը, ասում եմ, ուշադիր եղիր, որտեղից են քեզ կանչում, որտեղ քո կարիքը կա, որտեղ ես դու պետք։ Ցավոք սրտի այսօր կարող է բեմերից լսում ես մարդիկ ասում են, մենք այնքան շատ ծառայողներ ունենք, ծառայություններ չունենք, մտածում ենք, հորինում ենք ծառայություններ, որ մեր մոտ ծառայեն, բայց միևնույն ժամանակ փողոցներում, միևնույն ժամանակ ուրիշ եկեղեցիներում թեկուս ծառայողների կարիք կան, բայց այդ մարդիկ չկան։ Սա մի ուրիշ կողմն է հարցի։ Հիմա ինչ վերաբերում է ինձ, ես ճիշտն ասած արել եմ այն ինչ որ զգացել եմ իմ սրտի մեջ այդ փափագը եղել է, մարդկանց օգնել, ծառայել, ավետար անել եւ այլն։ Սկզբից իհարկե, երբ որ ես ծառայության մեջ այն ժամանակ խոսքերը, այն ժամանակ չկար այսպիսի ինֆորմացիոն աղբյուրներ, որը այսօր կա, այն ժամանակ մարդիկ ականջել ունեին լսել։ Այսօր իհարկե ժամանակները փոխվել, այսօր ավելի շատ ապրելակերպով եւ շփման միջոցով եմ ես ավետարանը հասցնում մարդկանց, բայց ասեմ մի բան, որ ինչպես եմ հասկացել, որ ես հովիվ եմ, ես դա երևի մինչև հիմա էլ չեմ հասկացել, ճիշտ ասած, ինձ համար դա բարդ հասկացա, չգիտեմ ինչպես, դա Աստված դնում է սրտիդ, հոգատարություն, հայրական սիրտ, հովիվը պիտի հայրական սիրտ, դա ավետարանից չի, դա ուղղակի հայրական հոգատար սիրտ ունենալ, մարդկանց համար հոգ տանել,
սիրտը ցավա ուրիշների ցավի համար, ուրիշների հետ ուրախանաս, ուրիշների հետ լացես։ Ես դա ուղղակի արել եմ եւ այդ ամեն ինչը Աստված երևի տեսնելով եւ ժողովրդի մեջ մարդկա հասարակության մեջ տեսնելով նրանք ինձ ընդունել են որպեսին այդպեսին, հա, հովիվ։ Եվ երբ որ ինձ տենց այդպես առաջարկեցին եւ ձեռնադրեցին հովիվ, ճիշտն ասած, ես ինքս առանձնացել եմ, աղոթել եմ, հայտնություն ստացել եմ, խոսք ստացել եմ Տիրոջից, նոր ընդունել եմ այդ առաջարկը, հասկանալով որ դա Աստծուց է, հա։ Բայց երբեք ինքս չեմ ձգտել, չեմ մտածել, որ ես միշտ մտածեմ, ուղղակի ինչով կարող եմ օգտակար լինել Աստծուն։ Փառք Աստծուն, Տերը օրհնի ձեր ծառայությունը եկեղեցին, հրաշալի անուն ունի եկեղեցին Արարատ։ Արարատ, այո։ Այո, եւ թող Տերը ձեր եկեղեցու միջոցով բազմաթիվ հազարավոր հոգիներ ապաշխարության բերի եւ միացնի իր թագավորության։ Ամեն, կարևոր է։ Հակոբ եղբայր, ես կխնդրեի ձեր սրտի ուղերձը տայիք մեր ժողովրդին, այն ինչ որ կուզեք ասել, թե այն մարդկանց, որոնք միգուցե այսօր տարապում են թմրանյութերով, կախվածություններով, թե ընդհանրապես մեր ժողովրդին, համեցեք։ Ուրեմն նորից անդրադառնամ այն մտքին, որ ընդհանրապես նշանակություն չունի մարդը անտուն է թմրանյութերը օգտագործում, թե ընդհանրապես հաջողված է հասարակության մեջ, ասեք ինչ որ գործարար է եւ այլն եւ այլն։ Միևնույն է, երկուսն են նույն խնդիրն ունեն Աստծուն չճանաչելու։ Ուրեմն իմ ուղերձը հետեւյալն է. միշտ ինչ իրավիճակներում էլ հայտնվեք, միշտ իմացեք, որ միշտ ամեն ինչից ելք կա եւ այդ ելքի անունն է Հիսուս Քրիստոս։ Ուրեմն նրանք, ովքեր Աստծուն չեն ճանաչում, այսպեսին է իմ ուղերձի խոսքերը. դարձեք դեպի Աստված եւ Աստված կդառնա դեպի ձեզ։ Իսկ նրանք, ովքեր Աստծուն ճանաչում են, ուղղակի կասեն, որ խոնարհվեցեք Տիրոջ հզոր ձեռքի տակ եւ նա ժամանակին կբարձրացնի ձեզ։ Շատ շնորհակալ ենք Հոյու Հակոբ ձեր հավատքի վկայության համար, կյանքի վկայության համար։ Թող Տերը օրհնի ձեզ, ձեր ընտանիքը, ծառայությունները եւ թող Աստված փառավորվի ձեր կյանքի բոլոր ոլորտներում։ Ամեն։ Շնորհակալ ենք բոլորիս։ Սիրելի հայրենակիցներ, ահա մենք լսեցինք եւս մեկ հավատքի կյանքի վկայություն։ Փառք Աստծուն իր հրաշալի ողորմության համար, իր շնորհքի ճոխության համար, որ այցելեց Հովիվ Հակոբ Մարգարյանին։ Իրապես դա հրաշք էր, որովհետև Հիսուս հասավ ճիշտ այն ժամանակ, երբ որ անմահ հոգին գտնվում էր խորը փոսի մեջ, անդունդի մեջ, եւ իր հրաշալի ձեռքը մեկնելով, իր հոգատար գործը կատարելով, հանեց այդ վիճակից, ամուր ժայռի վրա դրեց, ամուր կանգնացրեց իր ժայռի վրա եւ նաեւ սկսեց օգտագործել իր փառքի համար։ Սիրելի անմահ հոգի, միգուցե դու ես այսօր այդ վիճակի մեջ, միգուցե այսօր ինչ որ կախվածությունների խնդիր ունես, Հիսուս Քրիստոս կարող է քեզ փրկել, միայն ձեռքդ մեկնիր նրան։ Գողգոթայի խաչի զոհը քեզ համար է։ Աստվածաշունչը ասում է. նրա վերքերով մենք բժշկվեցինք։ Հիսուս Քրիստոս իր սուրբ վերքերով ուզում է բժշկել նաև քեզ։ Միայն հավատա նրան, որպես քո կյանքի Տիրոջը եւ Փրկչին։ Ինչպիսի վիճակի մեջ էլ որ կաս, անգամ եթե բոլորը երես են թեքել քեզանից եւ դու խորը փոսի մեջ ես, հիշիր, կա մեկը, որը անտարբեր չի քո նկատմամբ, կա մեկը, որը քեզ սիրում է բոլորից ավելին։ Մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսն է դա։ Հիսուս անունը, այս անվան մեջ մեծ զորություն կա, բժշկություն կա, ազատագրություն կա։ Կուզես ունենալ, մոտեցիր աղոթքով Հիսուս Քրիստոսին, նրան աղոթելով. Տեր Հիսուս, քեզի եմ հանձնում իմ կյանքը, իմ սիրտը, իմ կյանքի բոլոր ոլորտները, ներիր ինձ իմ մեղքերը եւ թագավորիր իմ կյանքի մեջ։ Այս հավատքով աղոթքը կատարելուց հետո դու կտեսնես, թե ինչպես է Տերը գալիս քո կյանքի մեջ, ինչպես է կատարում իր հաղթական մուտքը քո սրտի մեջ եւ իրապես մեծ վերափոխում շնորհում։ Սիրելիներ, շնորհակալ ենք ձեր ուշադրության համար։ Տերը օրհնի ձեզ լիառատ։
Մինչ նոր հանդիպում։